Բարևորին ձեզ հետ է Արսենը Հերոն եւ դուք հենց հիմա դիտում եք մեր նոր challenge-ը։ Այսօր հատուկ ձեզ համար մենք նկարում ենք մի շատ հետաքրքիր վիդեո, որի անվանումն է Ով ավելի լավ TikTok կնկարի 24 ժամում կստանա 100,000 դրամ։ Ուրեմն այսօր մենք 24 ժամ պետք է մեր TikTok-յան էջեր գցենք այնքան վիդեո, որն որ տրենդում այսենց ընկնենք։ Ուրեմն 24 ժամ հետո մենք հավաքվում ենք մեր ստուդիայում ու որոշում ենք թե ով է հաղթել։ Ում վիդեոները ավելի շատ դիտում հավաքեն, ում վիդեոները ավելի շատ լայք հավաքեն։ Իսկ TikTok-ի համար դա easy real talk-ը։ TikTok-ը նենց hashtag է, որ սենց կարաս easy Խոտը պոկենսել Հա, ուտես, այսի պիտի նկարեր ուժը միլիոնատեր էր։ Всё, հենց հիմա դու իջիր բաժանորդագրի մեր TikTok-յան էջերին, նաև մեր Instagram-յան էջերին, նաև եթե մինչև հիմա ներքևում բաժանորդագրվելու կնոպկան քո մոտ վառվում է կարմիր գույնը, այս մայքի պես ցեղ մի նրա վրա, որ նա դառնա մոխրագույն։ 24 ժամ ժամանակը գնաց, մենք ունենք 24 ժամ, ես գնացի։ Ուրեմն իմ տաքսիկան անում է կանում, որ մտնում եմ տրենդեր, նայում եմ ինչ հետաքրքիր բան կա, ու դրանից հետո այդ նույնը կրկնում եմ TikTok-ում։ TikTok-ը տենց է մտնում։ Ինչ անում ես տրենդ է մտնում։ Ինչ չես անում տրենդ է մտնում էլի։ Նայում ենք թե ինչ ունեն ռուսները, ամերիկացիք ու դրանից հետո քերում ենք այդ նույնը։ Ճո, հենց հիմա մենք TikTok-ում ենք image-ում, follow եք, արժանտակի գիծիկ վիզը, ու հիմա նայում ենք ինչ տրենդ կա մեր համար հետաքրքիր, որ ռեքուֆր։ Ուրեմն մի տրենդը գտնված է, այս էֆեկտով կանենք, այսի շատ հետաքրքիր է, ես դաժե սենց վիդեո ունեմ, նայեք էս է։ Հիմա մի հատ ուժեղ բան ենք մտածում, ինչը կարելի է երկարացնել։ Ուրիշ, ինչը կարելի է երկարացնել։ Քիթը։ Так, հիմա ոնց ենք նկարում, հեսա կմտածենք։ Ընկերներ, նշանակվի մեր այսօրվա վիդեոն, հենց հիմա դու իջի գտիր ներքևում կարմիր կնոպկան եւ սեղմի նրա վրա, որ նա դառնա մոխրագույն, որովհետեւ այդ ամենից կախված է թե մենք քանի օրը մեկ վիդեոներ կտեղադրենք։ Ցանկանում ես վիդեոներ 2 օրը մեկ։ Ուրեմն կատարиш քո պարտքը։ Գտիր այս վիդեոյի ներքևում կարմիր կնոպկան, սեղմի նրա վրա, որ նա դառնա մոխրագույն ու դրանից հետո իմացի, որ դու իմ ամենասիրելի մարդն ես։ Իմացիր, այն մարդիկ ովքեր չեն սեղմում այդ կարմիր կնոպկայի վրա, նրանք ավտոմատ կերպով դառնում են քծիպներ։ Դրա համար եթե դու ցանկանում ես քծիպ կոչումից դուրս գաս, սեղմիր, եւ դրանից հետո դու կդառնաս աշխարհի ամենալավ մարդկանցից մեկը։ Ապրես, իսկ հիմա մենք շարունակենք մեր այսօրվա վիդեոն։ Ուրեմն ես TikTok-ից ընդհանրապես գաղափար չունեմ, հենց նոր եմ սայթս բացել, լրիվ 0-յա։ Հենց հիմա ես ուզում եմ մի հատ թերթեմ ռեկը մի հատ առանձին վիդեո անեմ, դրանով ինչ հետաքրքիր բան կա, որ կարամ նկարեմ։ Ուրեմն հիմա հարմարացնում ենք հեռախոսը selfie-ով այսենց։ Ու մեր քիթը պիտի երկարացնենք, հա։ Okay։ Չէ լավ։ Բայց ես չեմ տենում, մի վարկյան։ Եկեք վիզս փորձենք։ Դավայ, տայմեր։ Գնացինք։ Խնդալու է, բայց անվորակ է, բայց խնդալու է։ Չէ, շուտ եմ սկսում։ Մի հատ էլ ենք նկարում ու տենում ենք արդեն ռեզուլտատը թե ինչ է լինում։ Այս TikTok-ը գմփսնելու է 10,000, 15,000, 20,000 դիտում, всё։ Դե ինչ ընկերներ, ես TikTok-ով մի հատ տեսա շատ թույն պրանկ, որը ինչ ոգելով գմփսնելու է, շատ լայքերը հավաքելու կարճ ժամանակում ու Արսենին ձև չկա, ես կրելու եմ։ Ուրեմն պրանկի իմաստը ինչումն է կայանում։ Ես պետքա մոտիկանամ աշխատողին, նրանից մառոժնի խնդրեմ։ Սովորական մարդիկ բռնում են սենց, ես այդ մառոժնի բռնելու եմ այսպես։ Տեսնենք ինչպես կլինի աշխատողի ռեակցիան։ Գնացինք։ Կարող ես մառոժնի կտակ, վանիլային։ Գնանք ռեակցիա ոնց կլինի։ Իմ քիչ վատ ձևով պետք է վերցնեմ, էլի։ Մերսի շատ։ Ռեակցիան տենակ իտի ջանեց այդ մարդը։ Երևի վիդեո թույն է ստացել, որտեղ ինչ սենց արեց էլի։ Հիմա այդ համ վիդեոն նայեմ։ Ստե արժի մը թույն երկ դնել, եկավ։ Ուղղակի նենց նկարեցին, կարող է ասեմ մի նկարեք բան, դրա համար ռեակցիոն չէ, բայց լուրջ տենայք ինչ ռեակցիա տվեց այդ աշխատողը, Իսկ ինչ անում, յանիչ երևի թե առաջի անգամ ես եմ արել։ Всё, մենք ունենք արդեն մեր առաջի վիդեոն, հեսա տենամ մոնտաժ անեմ, մի հատ թույն երգ դնեմ ու արդեն գցեմ իմ առաջի վիդեոն։ Դուք պատրաստի վիդեոն կարող եք տեսնել հենց հիմա։
Բարև, հիմա ես քեզ ցույց կտամ, թե ինչպես գումար հաղթել Search Knife կայքում։ Մինչ անցնելը խաղալուն դուք պետք է գրանցվեք կայքում։ Դա կարելի է անել նշված սոց կայքերից մեկը ընտրելով։ Սա ապահով է հակերներից։ Դեպոզիտ բաժնում դուք կարող եք գումար ավելացնել ձեր հաշվին, ընտրելով այստեղ նշված տարբերակներից ինչ-որ մեկը։ Կայքում հասանելի է խաղի երկու ռեժիմ։ Դեմո ռեժիմում դուք խաղալու եք առանց գումար, բայց դեմո ռեժիմի հաղթած գումարը հասանելի չէ հանելու համար։ Դրանից հետո պետք է ընտրել, թե քանի քարտով եք ցանկանում խաղալ խաղը։ Ինչքան շատ եք ընտրում քարտերը, այդքան անգամ մեծ գումար եք շահում հաղթելու դեպքում։ Ճիշտ քարտերը փնտրելու համար հասանելի է մի քանի զենքեր։ Ընտրեք դրանցից մեկը։ Так, հիմա պետք է հասկանալ, թե որ քարտն է հաջողակ։ Մենք շահեցինք, հիմա սա կարող ենք վաճառել հենց կայքում եւ փոխանցել քարտի կամ ինչ-որ էլեկտրոնային դրամապանակի։ Եվ դրանից հետո մենք հարուստ ենք։ Մաղթում եմ ձեզ հաջողություն եւ մեծ հաղթանակներ։ Հեն, դու հարցնում ես որտեղ է կայքի ուղումը։ Կայքի ուղումը գտնվում է նկարագրությունը եւ նաեւ կոմենտների բաժնում։ Դե ինչ, մենք ունենք մեր TikTok-ը, հիմա մեզ մնացել է էֆեկտ դնենք, էֆեկտը արդեն դրել ենք, մի հատ ուժեղ աբլոշկա որոշենք, որ այս TikTok-ը գմփսնի, օրինակ այսի թույնա, մեկ էլ գրում ենք գցում եմ ժամը 4:33, դու քանիսին ես նայում։ Այս նրա համար ենք անում, որ կոմենտները տրակի ու մենք ռեքում ֆրանկ։ Всё, կանք հենց հիմա նայենք TikTok-ը պատրաստի վիճակում։ Պետք է իմ ամենակ լիքը կեշ, ստակես թվում ամեն ինչը հեշտ, կոլը սանցը հին իմ հայացը ֆրեշ, ես լոր մյուզիկ արեմ են ֆրեշ, պետք է իմ ամենակ լիքը։ Ուրեմն երկրորդ TikTok-ը այս трендն եմ անելու։ Самая надежная подруга с мотором, Lada Priora. Lada Priora։ Ուրեմն, բայց ես մենակ չեմ ուզում ապարեմ, ուզում եմ մի քանի հատ երեխեքի հետ որ մենա։ Այնտե երեխեք կան, ուզում եմ հետո իրաց մոտիկանամ ու իրանց հետ թույն վիդեո անեմ, в общем գմփսնեմ TikTok-ը։ Եկեք իրանց հենց հիմա մոտիկանանք։ Ուրեմնაც չեմ մեջ հասեմ։ Ոնց է չլինի կճանաչեն էլի մե։ Բարը ձեզ տղեկ ջան։ Մեզ ճանաչում եք։ Կգաք նա TikTok-ում վիդեո նկանենք, թույն վիդեո է, հա? Այս վիդեոն է, նայեք։ Այս վիդեոն է։ Ու всё, այս 3-ով 4-ով ենք ելնելու։ Բարձա, всё, աղբերներ ջան։ Դե եկեք այդքան այնտե, նույն շուտ նկանենք ու պրտնենք։ Եկեք։ Համոզվել է։ Դե ինչ Արսեն Սահակյանը մտածել է երկրորդ TikTok-ը ուղղ աշխատում 1000+-ի տակ։ Ուրեմն այդ TikTok-ը նկարելու համար իսկ պետք է մեր թմից ինչ-որ մարդ եւ նաեւ հեռախոսապետ։ TikTok-ում վիդեոները ռեկ են ընկնում այն ժամանակ, երբ որ նայողը այդ վիդեոն նայում է մինչև վերջ։ Դրա համար մենք հենց հիմա նկարում ենք այնպես վիդեո, որ ինտրիգա պայի, մարդիկ մինչև վերջ վիդեոն նայեն, ու բայց բան չլինի վերջում, իզում են ուտած փոխեն։ Բայց դա կարևորը մենք ռեքում կլինենք։ Հիմա ամեն ինչ կհասկանանք։ Մենք շիրոկի կամերան միացրած տալիս ենք մեր նկարողին ու նկարում ենք։ Ուրեմն հատուկ քով լայքի ու բաժանորդագրվելու համար հենց հիմա ես սալտո եմ անում այստեղ քո աչքերի դիմաց։ Պատրաստ ենք։ Ռեկա, տոշյա։ 3, 2 Մեկ, ստոպ, всё, մենք ունենք իդեալական TikTok, որը ռեքում պատտվել է։ Այսպես վիդեոն է TikTok մտնում։ Так, մտնում ենք TikTok, ընտրում ենք այդ վիդեոն, դնում ենք մի քանի էֆեկտ ու երգը։ Gucci flip-flop, shake bicha մայսան։ Հատուկ քով լայքի ու բաժանորդագրվելու համար հենց հիմա ես սայթ եմ անում այստեղ։ Ուրեմն Արսենի հետ եմ մրցելու պարզ ասում, նենց պիտի անենք, որ իրենք կրենք։ Եկեք այստեղ դնենք կամերան, մի րոպե։ Всё, պատրաստ եք։ Աշխուր։ Ահա, 3, 2, 1 գնաց։ Եկեք մտնենք վիդեոն։ Լավ եղե։ Всё, երկրորդ վիդեոն էլ ունենք, այս վիդեոն է որ շատ դուրս եկավ, տղեկին եմ մերսի շատ։ Հիմա в общем, էսի սակում գցեմ ու всё, էլ սրանից հետո շանս չկա։ Самая надежная подруга с мотором, Lada Priora. Lada Priora, львиное сердце вместо мотора. Դե ինչ, երրորդ TikTok։ Մարդկանց, բոլոր մարդկանց։ Հետաքրքրում է թե ով ինչքան գումար է ստանում, ով ինչքան գումար է ծախսում ամսական։ Ու տենց տարբեր ֆինանսական թեմաներ է հետաքրքրում։ Ու քանի որ ինձ լիքը հարցնում են, թե դու ինչքան ես YouTube-ից փող բռնում վերջո, այսօր ես պատասխանում եմ այդ հարցին TikTok-ի օգնությամբ, որը ինձ կօգնի այսօրվա մեր challenge-ում հաղթել 100,000 դրամ։ Դա կոնկրետ ռեկ է, դա պոտենցիալ ռեկ է։ Ու պոտենցիալ ռեքը եթե կողովս անցում է, ես չեմ կարող ասենց իրան չբռնեմ ու օգտագործեմ։ Հենց որ
ռեքում ենք։ Ուրեմն շատերիդ հետաքրքիր է թե ինչքան գումար է աշխատում Արսեն Սահակյանը իր YouTube յանալիքից։ Այդ ամենի մասին դուք հենց հիմա կիմանաք։ Ուրեմն նախ եւ առաջ YouTube-ը ինձ ամսական դիտումների, իմ վիդեոների դիտումների համար տալիս է $, բայց դա դեռ ամենը չէ։ Իմ YouTube-յան ալիքում գովազդ պատվիրելու համար 1 րոպեանոց գովազդը, որ մարդիկ պատվիրում են իրաց կամպանիաների համար, արժի 1 վիդեոյի 1 րոպեանոց գովազդը դրամ։ Այսինքն, եթե մենք ամսական գցում ենք 10 վիդեո, դուք հաշվեք, մենք ամսական ինչքան տախոտ ենք ունենում, համ դիտումներից, համ էլ գովազդից։ Չէ, այսպիսի հեշտ շարժումներով մենք ունեցանք ռեյք ընկնող վիդեո։ Նաև, ինչպես հասկացաք, գումարի պահերը փակված են իմ YouTube-յան ալիքում, բայց առանց փակված տարբերակը կա իմ TikTok-յան էջում։ Հենց որ մտնում ենք իմ TikTok էջ եւ իմանում ենք թե ամսական ես ինչքան տախոդ եմ ունենում։ Իսկ հիմա մենք սա պրոստը մի քանի հատ էֆեկտ ենք դնում ու գցում ենք։ Ուրեմն շատերիդ հետաքրքիր է թե ինչքան գումար Ինչքան գումար եմ ես աշխատում YouTube-ից։ Լսրան նայ կարա հետաքրքիր վիդեո նկարում բաբա ինչ կանեց Արսեն ջան։ Լավ ասեմ տղայսը նայ ես ինչ եմ անում։ Սաղին ասելու եմ թե ինչեր ես դու անում կադրից դուրս։ Այդի ավելի շատ լայք ու կոմենտ կավեք քան դու ինչքան փող ես աշխատում YouTube-ում։ Շոտ հոմբոլն այս ինչ արի։ Հեսա թե դուք նայեք ես ինչ եմ անելու։ Գնա։ Ուրեմն ժողովուրդ ջան բոլորին ես հիմա TikTok-ում եմ ու ուզում եմ մի հատ շատ թույն գախնիկ բացեմ, որ ոչ մեկ չգիտի Արսենի մասին։ Ուրեմն ես Արսենը 8 տարի է մի հատ աղջկա է սիրում ու ընդհանրապես չի կարող հասնի մի հատ դաժե վրենե չի նայում այտենց հայտարարական մտածում եք տենց ինքս տենց սիմպո հայտնի տղա է ով ասես իր հետ ընկերություն անում չէ չկա տես բան 8 տարի է մի հատ աղջկա է սիրում ու չի կարող հասնի այս փաստը արդեն բացահայտված է Արսեն ջան բա Ժողովուրդ ջան, ինչպես տեսակ վիդեոն նկարեցի, եթե մյուս վիդեոյում ես չունեմ, արդեն պատճառը գիտեք որն է, քանի որ ես այս վիդեոն նկարել, բայց դա Արսեն ջան, հիմա ինչ անենք, դու էլ տենց վիդեո ես նկարել, ես որոշեցի բացեմ գաղտնիքը։ Շնորհակալություն նաև օպերատորին եւ ինձ։ Արժանքներս լուրջ եմ ասում, բայց դե հիմա դու քո վիդեոն ես նկարում, տենամ էլ ինչ տրենդներ կա, թազա տետի նկարեմ գնացինք։ Так, էլ ինչ տրենդ կա, որ մենք կարանք կրկնենք։ Մենք վիդեոն ամոթս ռեգվեր է։ Գաղտնիք բացեմ, որ ոչ մեկ չգիտի Արսենի մասին։ Ուրեմն ես Արսենը 8 տարի է մի հատ աղջկա է սիրում ու ընդհանրապես չի կարող հասնի մի հատ դաժե վրենե չի նայում։ Կայնի լավ տղաչես արա, կայնի լավ ցեխել է դա։ Դուֆտա ես արա դու։ Ես կոդ եմ բազում։ Ինչ։ Էդի փողել է իշկա։ Որը լավ որը դու պրոֆեսիոնալ դուֆտա ես։ Արա գնացես։ Ռադ ես ինչ վիդեոյի գցելու պատկերս։ Ով ասես իր հետ ընկերություն չէ չկա դες բան։ Ասում բայց որ քույն վիդեո է, բայց ես դեռ տանի։ Վիդեոներ 000 դիտումներ ունեն, գնացտի, խաղալ չգիտես։ Դե ինչ ընկերներ, արդեն 24 ժամի փոխարեն անցել է 2 օր ու մենք պատրաստ ենք տեսնել թե ամեն մեկից վիդեոն ինչքան է հավաքել ու ով հաղթել է 100,000 դրամը։ Так, ուրեմն, իմ առաջին վիդեոն։ Այդ վիդեոն հավաքել է 10,200 դիտում եւ 1300 լայք։ Հաջորդ վիդեո, սալտո անելու վիդեոս, հավաքել է 2500 լայք եւ 35400 դիտում։ Գումար աշխատելու մոմենտը։ Ես դες ասում եմ, չէ՞ որ այս վիդեոն գպստել է։ 46700 դիտում եւ 6022 լայք։ Так, մտնում ենք Հրայ Ղազարյանի էջը։ Ժողովուրդ, ես իրան ասել եմ արի մի թազայիչ բացենք երկուսը, բայց չէ, իմեջինից պասիվ է, որ ես վիդեո գցեմ նույնն է հավաքելու։ Հրայ Ղազարյանի էջը արդեն ունի 20 ֆոլո, շնորհավորում։ Տենանք այս վիդեոից հետո ինչքան է դառնալու ֆոլոներ։ Հետո առաջին վիդեոն, Մարոժնի վիդեոն ունի 109 դիտում, երկրորդ վիդեոն ունի 29 լայք, դաժե դու ես լայքի ու 175 դիտում, եւ երրորդ վիդեոն 159 դիտում ու 20 լայք։ Դու առաջին մարդը ցերի TikTok-ում, որ այսքան դիտում ավակ է, ցելիկա։ Հարթում է Արսեն Սահակյանը 100,000 դրամը, ինչպես միշտ Արսեն Սահակյանի մոտ ամնում, որտեղ գիտես, ես TikTok-ից դուք 2 օրից սպասեք նոր վիդեո, դրա համար սեղմում ենք կարմիր կոճակի վրա։ Այսպես։ Եվ լայքում ենք պարտադիր այս վիդեոն։ Եթե ցանկանում եք այս վիդեոյի երկրորդ մասը, հավաքում ենք այս վիդեոյի տակ 7000 լայք։ Չէ, 6, Վեց, լավ, 6000 լայք հավաքում ենք այս վիդեոյի տակ ու դուրս է գալիս 3 հոգանոց, արդեն չփածի գախնիկն են, բայց 3 հոգանոց այսպիսի վիդեո։ Գախնիկն են սպասում առաջի միսօրը։ Всё, пока։ Սպետքայմ ամենակ լիքը կեշ Ստակենս թվում ամեն ինչը հեշտ Կոնը սանցը հին իմ հայացը ֆրեշ Ես լոր մյուզիկ արեմ են ֆրեշ